Ողջույն սիրելի հեռուստադիտողներ, ձեզ հետ Ռադար զրույցն է։ Այսօրվա մեր հյուրը հանուն Հանրապետության կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանն է։ Բարև ձեզ, պարոն Մեհրաբյան, շնորհակալ եմ շատ մեզ հյուրընկալվելու համար։ Ես եմ շնորհակալ, ողջունում եմ ձեր հարգարժան լսարանին։ Մերձավոր Արևելքում վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունները կարծես նորից միջազգային ուշադրության կենտրոնում են։ Մի կողմից խոսվում է Միացյալ Նահանգներ Իրան ժամանակավոր հրադադարի մասին, մյուս կողմից Թեհրանը ներկայացրել է իր 10 կետանոց առաջարկները։ Այս ֆոնին ակտիվացել է նաև Հորմուզի նեղուցի վերաբացման մասին քննարկումները։ Իրականում ըստ ձեզ ինչ է կատարվում հիմա Մերձավոր Արևելքում, ըստ ձեզ սա լարվածության նվազեցման փորձ է։ Փորձ է, այո, բայց փաստ չի, որ հաջողված փորձ է լինելու, որովհետև կողմերի դիրքորոշումները ըստ էության մնում են անհամատեղելի եւ դաշտ չկա դրանց այսպես հատման համար, տևապես ինչ-որ ժամանակ անց ես չեմ բացառում, որ Միացյալ Նահանգներն ուղղակի որոշում ընդունեն վիճակը ուղղակի սառեցնել, պահպանելով էլ լինեն պատժամիջոցները եւ փակ կմնա։ Իրանն էլ կսկսի փող գանձել Հորմուզի նեղուցից, բայց այս ամենը բավականին ծանր կնստի Թրամփի ներքաղաքական դիրքերի վրա։ Դրա մասին ամերիկյան մամուլն էլ է գրում, փորձագետներն են նշում, մյուս կողմից էլ պատերազմի շարունակելն է խիստ ոչ պոպուլար Միացյալ Նահանգների համար։ Այնպես որ առանձին ռազմական փորձագետներ էլ համարում են, որ պատերազմն արագ վերջացնելու միակ ձևը դա ակտիվ գործողություններով այնուամենայնիվ վերջակետին հասցնելն է։ Այն աստիճանի ուրեմն վնաս հասցնել Իրանին, որ էլ արդեն վերջաբանը կարևոր չլինի, հա, սրա մասին է խոսքը։ Ընդ որում այդ տեսակետին են նաև իսրայելցիները Եվ մենք տեսնում ենք, որ Լիբանանում գործողությունները շարունակվում են եւ շարունակվելու են, որովհետեւ Հեզբոլլահը զինաթափված չի, Հեզբոլլահը շարունակում է պատերազմել Իսրայելի դեմ եւ համարում է, որ Իսրայելը պետք է ոչնչանա, իսկ Իսրայելը լավացան չի դրա հետ։ Տևապես այնտեղ եւս պատերազմով են հարցերը լուծվելու։ Իսկ հնարավոր է սա պարզապես ժամանակավոր դադար է ավելի մեծ դիմակայության համար։ Իհարկե, որովհետև անցել է այն մոտավորապես այն 6 շաբաթը, որը երբ փետրվարի 28-ին սկսեց այս օպերացիան, ըստ էության տարբեր փորձագետներ հակված էին նշելու 4-ից 6 շաբաթ ժամկետը, որը կհատկացվի դրված ռազմական խնդիրները լուծելու համար։ Սա նաև այն ժամկետն է, որից հետո պահանջվում է որոշակի դադար, վերախմբավորում, ռազմական տեխնիկայի սպասարկում, նորոգում, համալրում եւ նաեւ նախապատրաստություն հաջորդ ֆազային, երբ որ արդեն պարզ կլինի թե որն է լինելու հաջորդ ֆազը։ Իսկ այս երկշաբաթյա զինադադարը նաեւ բնականաբար կօգտագործվի Միացյալ Նահանգների կողմից պատերազմը լեգիտիմացնելու համար, որովհետեւ պատերազմի վերսկսման մեղավորը կհամարվի Իրանը, հա որ չի հրաժարվում միջուկային ծրագրից, չի հրաժարվում հրթիռային ծրագրից, չի հրաժարվում պրոքսիների ֆինանսավորումից եւ շարունակում է ռեպրեսիաները ներսում, ինչպես տեսնում եք, ամեն օր 1-2 ցույցերի մասնակիցների են կախում ուղղակի, մահապատժի ենթարկում։ Սա տեղ չի թողնում այլ լուծումների, եթե նայում ենք ամեն ինչին ամերիկյան տրամաբանությամբ։
Պարոն Մեհրաբյան, իսկ Հորմուզի նեղուցի վերաբացման խոսակցությունները որքանով են իրական եւ ինչ ազդեցություն կարող են ունենալ համաշխարհային էներգետիկ շուկաների վրա։ Հորմուզի նեղուցը ունի առանցքային կարևորություն, ընդհանրապես համաշխարհային շուկայի համար, որովհետեւ այնտեղով անցնում է 20% էներգակիրների եւ նեղուցը պետք է բացվի կամ պայմանավորվածությամբ կամ ռազմական ճանապարհով։ Հիմա զինադադարի մասին պայմանավորվածությունը փորձ է դա անել պայմանավորվածությամբ։ Ստացվելու դեպքում Միացյալ Նահանգներն այնտեղ արդեն իսկ բավականին մեծ ուժեր են կուտակել։ Այդ ուժերը ոչ միտեղ ոչ միայն չեն գնում, այլև ամենօրյա ռեժիմով համալրում է տեղի ունենում նաև ծովային հետևակի, հատուկ նշանակության զորքերի, հարվածային ուժերի եւ միջոցների, նաև ռմբակոծիչներ են կուտակվում Եվրոպայում։ Իսկ նավթի գների կամ համաշխարհային տնտեսության նավթի գները իհարկե այս լուրերի ֆոնին շեշտակի անկում ապրեցին։ Պատերազմը վերսկսելուց գուցե այդ բարձր գինը կվերականգնվի, բայց ասեմ ձեզ, աշխարհում նավթ շատ կա։ Մյուս կողմից էլ նավթի բարձր գները խթանում են ներդրումները նավթային ոլորտում այլ երկրներում, որտեղ էլ եմ ասում, նավթ շատ կա, հետախուզված նավթ շատ կա։ Աֆրիկայում կա, Լատինական Ամերիկայում կա, Միացյալ Նահանգներում կա, Կանադայում կա։ Բանկերը փող են տալիս այն դեպքում, երբ այդ նավթը արժի թանկ, այլ ոչ թե երբ որ նավթն արժի էժան, հա։ Հետևաբար բալանսը վերագտնվելու է, բայց կարճաժամկետ շոկեր իհարկե կլինեն։ Իսկ Իրանի ներկայացրած 10 կետանոց առաջարկը ըստ ձեզ լավ բանակցային հիմք է, թե պարզապես քաղաքական հայտարարություններ միջազգային հանրության համար։ Դա բնականաբար այսպես միջազգային հանրության հասցեագրված ուղերձ է, որ Իրանը հակված է բանակցություններով հարցերը լուծելու։ Միացյալ Նահանգներն էլ եւս իրենց ուղերձն լայն է, որ իրենք ընդունում են այդ մոտեցումը, բայց բովանդակային առումով այնտեղ լրջագույն խնդիրներ կան, որ հազիվ թե խոստանան դրա հիմքով պայմանավորվածություն։ Ինչ կլինի, կապրենք կտեսնենք։ Թեհրանն էլ, Վաշինգտոնն էլ հայտարարում են, որ այս պայմանավորվածությունը իրենց հաղթանակն է։ Ըստ ձեզ ով է ավելի շահեկան դիրքում։ Ուրեմն բոլոր պատերազմներում, որոնք չեն ավարտվում կողմերից մեկի ֆիքսված կապիտուլյացիայով, բոլորն ասում են, որ հաղթել են իրենք։ Եվ ասելու են, տենց Հոմերոսի Իլիականից սկսած դա այդպես է լինելու։ Այդպես եղել է, կա եւ կլինի։ Այնպես որ դա բացարձակ նշանակություն չունի, ով ինչ է ասում։ Դա խոսակցություն է սեփական ժողովրդի հետ։ Իսկ ով է շահեկան դիրքում։ Մեծ հաշվով ոչ մեկ։ Մեծ հաշվով ոչ մեկ, դրա համար էլ այս ամենը շարունակվելու է։ Իհարկե Իրանն ավելի քիչ է շահագրգռված օբյեկտիվորեն, բայց այնտեղ կա նաև քաղաքական ռեժիմի պահպանման խնդիր։ Այսպես որ Իրանի շահերն այստեղ մի բան են, քաղաքական ռեժիմի շահերը կարող է լինել դրա ուղիղ հակառակը։ Եթե Միացյալ Նահանգներ Իրան ուղիղ լարվածությունը նվազի, ինչ ազդեցություն դա կունենա Իրան-Իսրայել հակամարտության վրա տարածաշրջանում։ Դա զուգահեռ process-ներ կարող են լինել միայն, որովհետև Իրանի քաղաքական ռեժիմի համար գաղափարախոսության վրա հիմնված կարգախոսներ են, չէ՞, մահ Իսրայելին, մահ Ամերիկային։ Ու դա գնում է ստորակետով, այնպես որ այդ ամենը կարող է լինել զուգահեռաբար։ Իսկ կարող է այս գործընթացը հանգեցնել ավելի լայն տարածաշրջանային համաձայնության, թե հակառակը ժամանակավոր հրադադարից հետո իրավիճակը ավելի կսրվի։ Ուղղակի կապ
չեմ տեսնում դրա մեջ, բայց որ լրջագույնս կխթանի նոր պայմանավորվածությունների եւ ամբողջ տարածաշրջանում դա միանշանակ է, որովհետեւ նախ Իրանն է չափազանց կարևոր երկիր Մերձավոր Արևելքում եւ երկրորդը Պարսից ծոցի երկրներն էլ իրենց այս մանավանդ Հորմուզի նեղուցի փակումից անում են այն եզրակացությունը, որ իրենց արտահանման ուղիները պետք է դիվերսիֆիկացվեն։ Իսկ դա պահանջում է արդեն տարածաշրջանային պայմանավորվածություններ։ Այստեղ գալով մեզ մենք եւս մեր տարածաշրջանով ապագայում, կարող ենք ուղիներից մեկը հանդիսանալ, ասենք Սևծովյան տարածաշրջան, եվրոպական շուկա, կարճ ճանապարհով դուրս գալու համար շրջանցելով այդ նեղ վտանգավոր այսպես նեղուցները, ծոցերը եւ այլն։ Պարոն Մեհրաբյան, Մերձավոր Արևելքում այս լարվածության նվազումը, հատկապես սրումը, ինչպես կարող է ազդել Հայաստանի վրա, հատկապես էներգետիկ եւ անվտանգային առումով։ Իհարկե ազդում է, դա մեր անմիջական հարևանությունն է Իրանը։ Էներգետիկ առումով բնականաբար Հայաստանը իր ածխաջրածնային վառելիքը բացառապես ներմուծովի է, մենք չունենք։ Հետևաբար բեռ է տնտեսության վրա եւ քաղաքացիների գրպանի վրա, դա միանշանակ է։ Անվտանգային առումով, եթե այս ամենը գոյացվի նրանով, որ Իրանում ուղղակի քաոս լինի, կամ քաղաքացիական բախումներ եւ փախստականների հոսք, ապա հավանական ուղղություններից մեկը, որով այդ հոսքը կարող է ընթանալ, դա նաև մեր տարածաշրջանն է եւ ընդհանրապես եւ Հայաստանն էլ մասնավորապես։ Դա սպառնալիք է, այո, միանշանակ։ Հաջորդը դա իհարկե ապակայունացումն է քաղաքական ռեժիմների մեր տարածաշրջանը, որ ընդհանուր վատթարացնում է մեր անվտանգային միջավայրը։ Մենք տեսնում ենք Թուրքիայի տնտեսությունն է ծանր վիճակում այս ամենից։ Արաբական ռեժիմները կարող են ճոճվել սրա արդյունքում, հա, կա արաբական փողոց հասկացությունը, որը այս հավելյալ տնտեսական ծանրաբեռնվածության բերումով իրեն ոնց կդրսևորի այս պահի դրությամբ, դա դժվար է հստակ կանխատեսել։ Այս ամենը իհարկե որևէ լավ բան չի խոստում, բայց բոլոր դեպքերում մենք չպետք է կորցնենք լավատեսությունը եւ մեր հետևողականությունը, այն ռազմավարությունները, որը մենք որդեգրել ենք վերջին տարիներին, դրանցով ընթանանք եւ դիմակայունություն հաղորդենք մեր պետությանը, ինստիտուտներին, քաղաքական համակարգին, ապահովագրենք չարորակ միջամտություններից, որոնց փորձերը մենք ակնհայտորեն տեսնում ենք հիմա։ Եվ շարժվենք առաջ։ Պարոն Մեհրաբյան, աշխատենք եւ ապրենք։ Այո։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռ մարտին հայտարարել էր, որ TRIP-ի նախագծի իրականացման ժամանակացույցը հետաձգվել է Իրանի խնդրի պատճառով։ Ըստ ձեզ նորից հնարավոր է հիմա այդ հարցը բերել օրակարգ։ Փաշինյանն ասաց, որ Միացյալ Նահանգները ուղղակի զբաղված են այս պատերազմով, հա, դրա համար ինչ որ ձևով դա ազդում է մեր ժամանակացույցի վրա, բայց հետո նաև Արարատ Միրզոյանն էլ ավելի ուշ ասաց այն, որ ինտենսիվ շփումներ են գնում հայ-ամերիկյան միջպետական պայմանագրի կազմման եւ այնուհետև էլ ստորագրման համար, որից հետո արդեն մեկնարկ կտրվի այդ աշխատանքներին։
Սրա մասին է խոսքը, բայց այնուամենայնիվ ես տեսնում եմ բոլոր հնարավորությունները, որ Հայաստանը նաև բացի թրիփից, այսպես ասենք, հյուսիսային երթուղին զարգացնելու հարց եւս բարձրացնի, հա, այն է Իջևան Վանաձոր երկաթուղու վերականգնումը եւ փոխկապակցվածության ստեղծումը արևելքում Ադրբեջանի հետ, արևմուտքում Թուրքիայի հետ։ Բայց այս ամենը մենք պետք է հասկանանք իրականանալի է այն դեպքում, երբ ռուսական ՌԺԴ-ին մենք ճանապարհում ենք տուն։ Հիմա սա խնդրեմ է, ռուսները երկու ոդկա դրել են մի կոշիկ ու ասում են չենք գնում, չենք տալու, չենք զիջելու այն հայտնի հին հայկական ֆիլմի նման հանուն մեր կոլխոզի չեմ քշում, սա է Ռուսաստան։ Դե հիմա մենք էլ ինչ պետք է անենք, պետք է ճանապարհից հանենք, դնենք մի կողմ եւ ընթանանք մեր ճանապարհով, սա չի կարելի։ Ու ընդ որում մենք էլ ժամանակ չունենք։ Վերջերս տեղի ունեցավ նաև Նիկոլ Փաշինյան Վլադիմիր Պուտին հանդիպումը, ըստ ձեզ քաղաքական ենթատեքստը որն էր, պարզապես երկկողմ հանդիպում էր, թե Հայաստանի առաջիկա քաղաքական գործընթացների շուրջ ազդակներ կային։ Տեքստ էր, քաղաքական տեքստ, նույնիսկ եթե խոսում էին տնտեսության մասին, դա եւս քաղաքական էր, հետեւյալը Ռուսաստանն այո անցել է գրոհի ընդդեմ Հայաստանի։ Ռուսները մեզանից պահանջում են հրաժարում պետության գաղափարից, ըստ դե ֆակտո, դե յուրե կարելի է, Բելարուսի նման։ Եվ մնացածը, այո, շատ կոշտ, հպատակություն, հնազանդություն, սա են պահանջում ռուսները, որովհետև ռուսները մեր հետ հարաբերություններն այլ ձև չեն պատկերացնում։ Հայաստանի ներսում էլ տենում եք ռուսահնազանդների շքերթ, փառատոն, անամոթություն, ի հաստատումն դրա, հա, դե մենք գիտենք 11-րդ Կարմիր բանակի պատմությունը, նաև տեսնում ենք դրա գաղափարական հետևորդներին։ Արտաքին ուժերը ըստ ինչպես կարող են ազդեցություն ունենալ քաղաքական դաշտի վրա։ Որքանով է այստեղ իրական վտանգը։ Դկա հիբրիդային պատերազմի տեսություն, հիբրիդային պատերազմի բաղկացուցիչներ, բացառությամբ մի քանիսի, որը ասենք այլ պարագաներում օգտագործում, Ռուսաստանը ողջ գործիքակազմն օգտագործելու է։ Այն է տեղեկատվական եւ ապատեղեկատվական բաղկացուցիչը, քաղաքական դիվանագիտական բաղկացուցիչը, կոռուպցիոն լոբիստական բաղկացուցիչը, դիվերսիոն բաղկացուցիչը, դիվերսիոն տերորիստական եւ շարունակելու է նաեւ դիսկուրսիվ ճնշումներ Հայաստանի վրա, ահաբեկելով հայկական Հայաստանի հասարակությանը, փորձելով սպանել Հայաստանի քաղաքացու կամքը դիմադրության, հիբրիդային պատերազմը դա պատերազմ է գերազանցապես ոչ ռազմական մեթոդներով։ Ինչ հետ էլ մենք այսօր գործում ենք։ Հաճախ քննարկվում է, որ Ռուսաստանը կարող է փորձել ակտիվացնել Հայաստանում իր համար պրոռուսական ուժերը, իր համար ընդունելի ուժերը։ Փորձել, արդեն ակտիվացրել է։ Անուն, ազգանունով, բանով հայտնի են, մարդիկ էլ ներկայանում են հենց որպես այդպիսին, առանց կարմրելու, առանց ամաչելու։ Զազրախոսում են։ Երեք նաև Մարիա Զախարովան էր անդրադարձել նորից ներքաղաքական կյանքին, անդրադարձել էր ընտրական օրենսգրքում փոփոխություններին, ըստ որի դաշինքների անուններում պետք է չպարունակեն անձնանուններ։ Գիտեք ինչ աբսուրդը կայանում է նրանում, որ Ռուսաստանը, Պեսկովն էլ ասեց, իրենց իրավունք են վերապահում քննարկել Հայաստանի հետ ընտրական process-ները, եւ մինչդեռ հարցը պետք է լինի հետեւյալը, հա, որ մենք մեր ընտրություններն ընդհանրապես ոչ մեկի հետ չենք քննարկում։ Մաքսիմում մենք կարող ենք
քննարկել դիտորդական առաքելությունները, ինչը միջազգային պրակտիկա է։ Իսկ նման պահվածքի դեպքում Հայաստանի պատասխանը կարող է լինել մեկը՝ ձեր անլվագիթը մի մցրեք մեր ներքին գործերի մեջ, դա թույլատրված չէ եւ պետք է դեսպանին կանչեն, ընդ որում կասկայով կասկա հագած կանչեն արտգործնախարարություն ու բացատրեն ինչից հետո է, հակառակ դեպքում պահանջեն ուղղակի դիվանագիտական ներկայության կրճատում Հայաստանում։ Ես բազմից առիթներ ունեցել եմ խոսելու դրա մասին, այո, ռուսական մի շարք կազմակերպություններ ընդհանրապես Հայաստանում անելիք չունեն, Ռոսատրուդնիչեստվոներ, չգիտեմ, Ռուսկի դոմեր եւ այլն։ Դրանք հետախուզական կառույցներ են եւ զբաղվելու են միայն խափանարար գործունեությամբ։ Եվ ընդհանրապես այո Ռուսաստանի ներկայությունը Հայաստանում պետք է էականորեն կրճատվի, ռուսական ուժային ներկայությունը Հայաստանում պետք է ուղղակիորեն լիկվիդացվի, որովհետեւ դա ըստ էության օկուպացիայի սաղմեր են, որոնք կարող են փտտալ ինչ որ X պահի կամ փորձ անել դրա համար։ Սա է մոտեցում։ Վերջը շատ է խոսում Սամվել Կարապետյանի թիմի շուրջ ձևավորվող նախագիծը, ըստ ձեզ սա ներքին գործընթաց է, թե կարող է դիտվել որպես արտաքին ազդեցության գործ։ Սամվել Կարապետյանի վերջին այս անհատական հայտարարություն ուղերձը այն մասին էր, որ այս Հայաստանի դեմ տարվող Ռուսաստանի այս թշնամական գործողությունների այս ռազմաճակատում պարոն Սամվել Կարապետյանը այս կողմում չի, այն կողմում է։ Շատ պարզ։ Դրա տեքստով նայեք։ Եթե նման ուժերը փորձեն մտնեն ընտրապայքար, դա կփոխի ինդիմադիր դաշտի կառուցվածքը Հայաստանում։ Դա նշանակում է հետևյալը, որ այնպես ինչպես 21 թվականին, նույնն էլ 26 թվականից հետո Հայաստանում ընդդիմությունը շարունակելու է մնալ Պուտինը։ Ինչը աննորմալ է, հասկանում եք։ Կարևոր չի ում անուն ազգանունով, ինչ ցուցանակով կամ ինչ դեմքով։ Փաստն այն է, որ բովանդակային առումով 21 թվականից մինչև հիմա Հայաստանում ընդդիմությունը Պուտինն է պարլամենտական։ 26-ից հետո հենց Պուտինն էլ ուզեց, որ դա այդպես լինի։ Ընդհանուր առմամբ կարող ենք ասել, որ պետք է մաքրել դրա համար։ Հետևաբար մեր կուսակցությունն էլ այո մասնակցում է դրա համար, որ այնուամենայնիվ Հայաստանում ոչ միայն իշխանությունը պետք է սուվերեն լինի, որ պետությունը սուվերեն լինի, այլև ընդդիմությունը։ Հնարավոր չի ընդդիմություն չի կոչվում այն խումբը, ով պետության գոյությունը հարցականի տակ է դնում կամ դարձնում քննարկման առարկա, հասկանում եք, դա ընդդիմություն չի կոչվում, դա կոչվում է դիվերսանտներ։ Իսկ որ ուժերի հետ եք դուք պատրաստ համագործակցել։ Բոլոր այն ուժերի, ովքեր են բազային սկզբունքները իրենց համարել է այդպիսին, հա, եւ այդ հարցերով մենք անել կամ չանելու վերաբերյալ դիսկուսիա չունենք, մենք ունենք դրա բովանդակության, դրա իրականացման տեմպի, որակի եւ խորության վերաբերյալ։ Հա դա խաղաղությունն է։ Դա փոխկապակցվածության ձևավորումն է հարևանների հետ, որը երաշխավորում է տևական խաղաղություն։ Դա եվրոինտեգրումն է, դա Միացյալ Նահանգների հետ դաշինքն է, դա ժողովրդավարությունն է եւ օրենքի գերակայությունը։ Ասածս այդ բոլորը ենթադրում է ռեֆորմների լրջագույն փաթեթ, այլ ոչ թե ասած կիսատ պռատ։ Եվ այո, այդ հարցում մենք պատրաստ ենք բանավիճել ենք, բանավիճում ենք եւ բանավիճելու ենք, պատրաստվում ենք դա էլ անել։ Բայց մենք չենք պատրաստվում համագործակցել այն ուժերի հետ, ովքեր հարց են տալիս, դու ուզում ես պետություն, թե լիքը սառնարան, պետություն, թե էժան գազ, պետություն, թե Ռուսաստանի բարեկամություն եւ այլն։ Սա անբարոյականություն։ Պարոն Մեհրաբյան, ընդհանուր առմամբ կարելի է ասել, որ Հայաստանի առաջիկա ընտրությունները վերածվեն ոչ միայն ներքաղաքական մրցակցության, այլ նաև Ռուսաստանի կողմից ազդեցությունը պահպանելու փորձի։
Պուտինը արեց ամեն ինչ, որ Հայաստանում այս ընտրությունները դառնան աշխարհաքաղաքական, այսպես ասենք։ Դե իսկ մեզ համար էլ սա հնարավորություն է, որ մենք հայոց պատմության ռուսական գլխի վերջին էջը թերթենք եւ բացենք մաքուր էջ, առանց ռուսների։ Եվ սա այս հնարավորությունն է։ Այո, Հայաստանի քաղաքական դաշտը պետք է մաքրել աղբից, որի վրա գրված է «Сделано в России»։ Չէ՞։ Շնորհակալ եմ, պարոն Մեհրաբյան։ Այսօրվա համար այսքանը, իսկ ես հիշեցնեմ, որ մեր հյուրն էր Հանուն Հանրապետության կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանը։